Համարում են ինձ այն, ինչ ինքս չեմ, մինչդեռ անմաքուր բաժակ է միայն արտակնահարդար, ծեփված ու ներկված որմ եմ գարշելի, մի պշնամոլ եմ սին պարծանքներով, մռայլի փոխված լուսավորություն, գերանակիր աշկ, ու մի հանցապարտաստ ամենայնի ամեն ինչի մեջ։ Ինչ նկատի ունի Նարեկացին այս ասելով։ Նկատի ունի այն, որ մենք մեր ներսում ստվեր ունենք, այսինքն սատանան ներսում է։ Եթե սատանան մի տեղ կա, դա մարդն է ստեղծել իրան իր պատկերով ու նմանությամբ։ Մարդու ներսում սատանայականը կա։ Բոլոր 7 վատ որակները, որ դևերին են ասում, մարդու ներսում ունի ֆորկրամոլություն, դրա դևն է կա, բայց մարդը հետ ունի շատակերություն, ու դա կարող է նրան տանել մահացման, բղջախոհություն, ցանկասիրությունը, ագահությունը, ծուլությունը, ագրեսիան, այսինքն ջղայնության մեջ ընկնելը անդադ, հպարտությունը, նախանձը։ Այս 7 մահացու մեղքերն են, որը որ մարդուն սպանում է, եւ մարդու ներսում 7 սատանայական որակներն են։ Սրա հակադրակն է կա Սուրբ Հոգու շնորհների մեջ կա բորությունը, այսինքն բղջախոհություն, ողջախոհությունը կա, չափավորություն, շատ ուտել չի կարելի, որովհետև շատակերությունը քո մարմնական ցանկություններն ուժեղացնում է։ Խոնարհությունը կա, հպարտության հակաթույնն է։ Այսինքն ամեն դեպի դեմ դրա պատասխանը կա։ Աղոթքը, ծոմապահությունը, խոնարհումները, այս ամեն ինչ այն դեղերն են, որոնցով մարդը կարող է իրեն բուժի, եկեղեցու հայրերը այդպես արել են։ CM ֆիլմն է գոյություն ունի, 7 է կոչվում, Մորգան Ֆրիմենն ու Բրեդ Պիտն են խաղում, կարող եք նայել դա եւ տեսնել թե ամեն ծայրահեղ դրսևորում այդ մեղքերի ինչի կարող է մարդուն հասցնել։ Այդ պատճառով են դրան կոչվում մահացու մեղքեր, որովհետեւ մարդուն դեպի կործանում են տանում։ Բայց Նարեկացին նաեւ ցույց է տալիս, որ ամեն մարդ է այդպիսին։ Այսինքն մենք մարդկանց դիմակներով ներկայանում ենք շատ լավը, բարոյական, սիրուն, խելացի, բայց մեր ներսում սատանա կա, այսինքն ստվեր ունենք շատ մեծ, որի ներսում նաև մեր ռեսուրսներն են, բայց նաև գոյություն ունի մեր ցանկասիրությունները, մեր ջղայնությունը։ Նայեք, մեր ջղայնությունը, եթե մենք դաստիարակենք, դա կօգնի մեզ մեր սահմանները գծել, բայց եթե մենք դրա ստրուկնենք, դա կկործանի թե մեզ, թե դիմացիններին։ Նույնիսկ ցանկացած բան, եթե չափից դուրս է, դա վնասում է մեզ։ Այսինքն դա պետք է մեր ընկերը դարձնենք, մենք ընկերանանք եւ ծանոթանանք մեր ստվերի հետ։ Ու այն, որ մենք ասում ենք ես լավ մարդ եմ, իմ հետքի պետքա վատ բան լինի, կներեք, էլի ով ասեց, որ մենք լավ մարդիկ ենք։ Մեր ներսում շատ վատ բաներ կան, ցանկացած մարդու ներսում։ Ու Նարեկացին դա է ցույց տալիս այս հատվածում, որ նախ քո ներսը նայիր։ Ու ասում է գերանակիր աչք եմ։ Այսինքն ուրիշներին ասում եմ ձեր աչքի մեջ գերան կա, բայց իրական գերանը իմ աչքի մեջ եմ կրում, կամ դիմացինի աչքի մեջ շուխն եմ նկատում, բայց մոռանում եմ, որ իմ աչքի մեջ գերան կա։ Այստեղ ինչ շատ օգնում է Մարկոս Ավրելիոսի խոսքերը, ով ասում էր. Ես մարդ եմ, եւ ոչ մի մարդկային բան ինձ խորտ չէ։ Այսինքն ամենավերին եւ ամենաստորին դրսևորումները ես իմ ներսում կրում եմ ու կարող եմ այդպես դրսևորվել։ Սա ինչին է վերում։ Երբ որ տեսնում ենք մարդուն սխալական, նույնիսկ ամենաանկումային վիճակում պետք չէ դատել իրեն։ Մենք բոլորս կարող ենք այդ վիճակում հայտնվել։ Դրա համար էր Նարեկացին ասում, ամբարոկինը ես եմ, որոտը ես եմ, հարուրապետը ես եմ, այսինքն բոլոր այն մերժված կերպարները ես եմ։ Այս բոլորին մարդիկ մերժում էին, ու մենք այսօր էլ մերժում ենք։ Մարմնավաճառներին մերժում ենք, վարակներ ունեցող մարդկանց մերժում ենք, սխալական մարդկանց մերժում ենք, խաղամոլ կլինի, ինչ կլինի, հարբեցողներին մերժում ենք, մենք բոլորին մերժում ենք, բայց Քրիստոս այդ բոլոր մարդկանց ընդունում էր, այն ժամանակ էլ ընդունում եւ բուժում էր, հիմա էլ է ընդունում եւ բուժում։ Բայց ինչ անենք։ Ելքը այն է, որ այս ամենի ետևում Քրիստոսի գիտակցությունն ու էությունը ամեն մարդու ներսում կա։ Ոնց Պողոս առաքյալն էր ասում, այսուհետև մարմինը սխաչված է աշխարհի համար։ Ես չէ, որ ապրում եմ, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս։ Ինքը բացահայտեց իր մեջ Քրիստոսին, Քրիստոսի էությունը։ Ու ամեն մարդ կարող է այս անել, բայց սա ճանապարհ է, որին պետք է հասնել, այդ ինքնության ճանաչմանը։ Նախ քո ստվերի հետ պետք է ծանոթանաս, հետո փուլեր պետք է անցնես։ Այսինքն այդքան հեշտ ճանապարհ չի ու շատերս չենք էլ հասնում դրան։ Բայց կատարելության ձգտումը շատ արդեն կարևոր դրսևորում է։ Ու այդ մենք կարող ենք անել նաև Աստծո օգնությամբ։ Այսինքն ինքը մեզ օգնում է, ինքը մեզ օրինակ ցույց տվեց, որ մենք կարող ենք հասնել այդ վիճակին։ Բոլորդ Աստծո որդիներ եք, բոլորդ լույսի զավակներ եք, ինքն բոլորդ հրեղեն եք, այն հողեղենը չեք։ Ադամով մեռնում են, այո, բայց Քրիստոսով կենդանանում են։ Քրիստոս ողեղենության սկիզբն էր, որը ամեն մարդու ներսում կա։ Այս մասին է խոսում Նարեկացին։ Դրա համար ինքը նաև միստիկ էր։ Ու երբ որ մենք մեր ներսում Քրիստոսի գիտակցությունն էությունը գտնենք, մենք բալանսի կգանք։ Այսինքն մեր կենտրոնից կգործենք արդեն։ Ու այդ մեր կենտրոնում գիտակցվածությունն է, սերն է, բարությունն է, հոգատարությունն է միմյանց հանդեպ, ոչ թե միմյանց վնասելը, ոչ թե էգոիզմը։ Սրա մասին է խոսում Նարեկացին։